Ողջույն։ Այսօրվա իմ խոսքը հիմնականում վերաբերվելու է այն բոլոր պեսիմիստական մտքերով տոգորված անձանց, ովքեր ասում են վերջ, Արցախի հարցը լուծված է, էլ վերադարձ չկա, այդ հարցը փակված է։ Նախ եթե դա ասում են տնային տնտեսուհիները, դա նորմալ է, նրանց ամեն ինչը զգացմունքային է, բայց երբ դա ասում են պետական, քաղաքական գործիչները, կամ նրանք քաղաքականապես տգետ են կամ չգիտեմ գործակալ կամ որից մի բան կամ անուղելի իդիոտներ են դրա համար այսօրվա իմ խոսքը ուղղված է նրան որ այսուհետ Հայաստանը իր բոլոր գործողությունները պետք է համահունչ դարձնի Արցախահայության վերադարձը եւ չմտածեն 5 տարի, 10 տարի, 1000 տարի էլ անցնի Արցախահայության վերադարձի հարցը պետք է մնա օրակարգում եւ երկրի արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն բոլորը պետք է ուղղված լինի Արցախահայության վերադարձին ուղղված բոլոր գործողություններին Զարուրելի մտքեր ես կարդում համացանցում, այսինքն մարդիկ այնպես որ շատերը ապրել չեն ուզում, մի քանի հոգի ավելի առաջ գնացին, ամանչում են, որ իրենք հայ են, գիտեք դա հիմար մտքեր են, բա եթե դուք գերմանացու տեղը լինեիք երկրորդ աշխարհամարտում, որը արդեն հաղթում էր, մրտնում էր Մոսկվա, մեկ էլ պատերազմը շուռ եկավ, սովետական զորքերը մտան, Բերլինը, ամբողջ Գերմանիան ռմբակոծվեց, միլիոնավոր մարդիկ մահացան։ Բայց եթե դուք ճապոնացու տեղը լինեիք, որ երկու ատոմային ռումբ նետեցին, 250,000 մարդ մի րոպեում մահացավ, թե դրանից հետո ինչքան մահացան ճառագայթումից ու վերքերից քանի միլիոն։ Մենք, եթե նրանց հետ համեմատենք, նույնիսկ շահեկան վիճակում ենք, ամեն ինչ կորած չի։ Եվ նույն հեռու չգնանք Ադրբեջանի օրինակը բերենք։ Եթե տենց լիներ, Ադրբեջանը պետք է արդեն 30 տարի առաջ ասել վերջ, արդեն հայերը վերցել են, Ղարաբաղն էլ, հարակից տարածքներն էլ մոռանանք։ Բայց մարդիկ հասկացան, որ պարտությունը դա սկիզբն է քրտնաջան աշխատանքի։ Հիմա մենք 30 տարի տաշի տուշ արեցինք, ժամանակավորապես կորցրեցինք Արցախը, Հիմա այս պարտությունը պետական այրերի համար, հետագա բոլոր քաղաքական գործիչների համար պետք է լինի աշխատանքային օրակարգի հարց։ Հակառակ պարագայում ստացի, որ մենք որպես ազգ իրավունք չունենք պետականություն եւ ընդհանրապես գոյության։ Կներեք, բայց այդպես է ստացվում։ Իսկ կայացած ազգերը նրանք գծում են ծրագրեր 20, 30, 50, 100 տարվա եւ նպատակաուղղված գնում են այդ ուղղությամբ։ Բայց կա մի մեծ բայց, որ ապագա քաղաքական գործիչները պետք է հաշվի նստեն դրա հետ։ Այսինքն պետք է հաշվի նստեն ինչ է կատարվում ամբողջ աշխարհում։ Դուք չես կարող աշխարհից կտրված վարես Հայաստանում ներքին արտաքին քաղաքականություն եւ հանգարց չազդեն քո այդ քաղաքականության վրա արտաքին ազդակները։ Նախ վերջի տարիներին, որպեսզի պարզ լինի այս պատերազմները տարատեսակ, դուք պետք է գաղափար կազմեք, ինչպես ասացի, աշխարհում ինչ է կատարվում։ Տեսեք, կա աշխարհի քարտեզը։ 200 պետություններ մակում նստում են, բոլորը իրենց ներկայացուցիչն ունեն։ Բայց դա աշխարհի պետությունների քարտեզը զուգահեռ դա կարելի ասել ստրուկների քարտեզ է, որտեղ այդ բոլոր 200 պետությունները բոլորը մխրճված են պետական պարտքի մեջ։ Այսինքն ստացող պետություն չկա, այնպես չի, որ բոլոր պետությունները պարտքեն մի պետության։ Առաջի ամենամեծ պարտքը Միացյալ Նահանգներինն է, տասնյակ տրիլիոններ, երկրորդը Ճապոնիան, բացեք համացանցը կտեսնեք։ Ովքեր են ստացողը, այսպես ասած աշխարհի տերեր հասկացությունը շատերը չեն ընդունում եւ շատ իզուր։ Իսկ աշխարհի տերերը փողի հիմնական տերերը, հիմնական աշխարհի այդ ֆինանսական միջոցների եւ դրա շրջանառության տերերը նրանք գծում են գծագրեր, այո, 10, 20, 50, 100 տարվա եւ հանգիստ իրականացնում դա։
Պատկերացրեք, կա օրինակ այսօր BlackRock ընկերություն, ինվեստիցիոն, կամ Wagraft ընկերություն, գիտեք նրանք ինչքան գումար ունեն ամեն մեկը։ Ամեն մեկը ունի 10 տրիլիոն դոլար, 10 տրիլիոն, դա մարդկային ուղեղը մի քիչ բարդ է պատկերացնելը, դա անում է ոնց որ 10 միլիոն հատ միլիոն, այսինքն դու ունես 10 միլիոն, քո համար 1 դոլարը հեչ է, չէ՞, ասենք 10 միլիոն ունեցողը 1 դոլարը սովորական բան է։ Իրանք ունեն 10 միլիոն հատ 1 միլիոն։ Եվ այդ որ մի պետությունը, որ մի քաղաքական գործիչը հանգարց կարող է նրանց ընդդիմանալ եւ իրանց ուզածը չանի։ Հիմա եթե ասենք խոսվում է, որ Միացյալ Նահանգները էս արեց, այն արեց, կամ էս պետությունը էս արեց, այն արեց, դուք պատտեքստ հասկացեք, որ նրան ասել են, որ նա տենց անի։ Բայդենը մյուսը կամ Պուտինը կամ Էրդողանը մյուսը նրանք որոշող չեն, նրանց ասվում է ինչ պիտի անեն։ Մոտ տասնամյակ է, սենց ասենք, ամերիկյան թևը իր քաղաքականությունը վարում է ու վարելու է այնպես, որպեսզի Եվրոպան կախված լինի էներգակիրներից։ Իրենից, որտեղ արդեն Գերմանիան ստանալով ռուսական էժան գազը դարել էր Եվրամիության լոկոմոտիվը եւ արդեն Եվրամիությունը քաղաքականապես ինքնուրույնություն էր ցուցաբերում, պլյուս տնտեսության աճը, պլյուս եվրոյի այսպես ուժեղ մրցակցությունը դոլարի դեմ։ Ես ուզում եմ հետ գնամ եւ չասեմ հիշացնեմ, ասենք դժվար ձեզանից շատերը իմանան, բայց սրանից 10 տարի առաջ Ֆրիդմանը, Ստրատֆորդ, այդպես ստրատեգիական վերլուծական կենտրոնի ղեկավարը, իսկ Ստրատֆորդը դա համարվում է ստվերային, այսպես ասած, կենտրոնական հետախուզական այդ ծառայությունը, ՑՌՈ-ում CIA, այսպես ասած, բայց ավելի այսպես հասարակական հիմունքների վրա իբր։ Ֆրիդմանը ինչ էր ասում սրանց դեռ 10 տարի առաջ, ասում էր մենք Միացյալ Նահանգները պետք է շարունակի այնպիսի քաղաքականություն, որպեսզի Գերմանիան եւ Ռուսաստանը չդառնան գործընկերներ, որովհետեւ երբ որ գերմանական ճշգրտությունը, գերմանական տեխնոլոգիաները միանան ռուսական հումքին, ապա նրանց դեմը առնել չի լինի տնտեսապես։ Եվ Ֆրիդմանն ասում է, մենք պետք է վարենք 100 տարվա այն քաղաքականությունը, ինչպես առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրար դեմ կռվեցին Գերմանիան, Ռուսաստանը այդ ընդհանուր բլոկների մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինչպես Ռուսաստանը ու Գերմանիան պատերազմեցին եւ երկուսի տնտեսությունները ոչնչացավ, այնպես էլ հիմա։ Եվ հիմա եթե նայենք ուկրաինական պատերազմում, այո, Գերմանիան շատ լուրջ դերակատարություն ունի եւ ունեցավ, եւ կապ չունի թե գերմանացին է կռվում Ուկրաինայում ռուսի դեմ, կարևորը կա գերմանական զենքը։ Եվ այն ուկրաինացին, որը սովորել է այն օգտագործել Գերմանիայում կամ մեկ ուրիշ տեղ։ Հիմա սա հիշենք, Միացյալ Նահանգները ամեն ինչ անելու է, որպեսզի Եվրոպան էներգետիկ կախվածության մեջ լինի ոչ թե Ռուսաստանից, այլ Միացյալ Նահանգներից։ Եվ կարելի է ասել ուկրաինական պատերազմը իր մինիմում ծրագիրը կատարեց, հյուսիսի այդ խողովակները պայթեցվեց, Եվրոպային Գերմանիային ասեցին մոռացեք, որ երբևիցե այդ խողովակները կաշխատեն, մնացել է հարավում, այս Բաքու-Ջեյնան, ադրբեջանական, Թուրքիայով գնացող այդ խողովակները։ Ես ուզում եմ նաև ձեզ հիշեցնել, որ ժամանակին ծրագիր կար Կաթար, Քուվեյթ, այդպես Սիրիայի տարածքով, որպեսզի խողովակները գնան, էներգակիր խողովակները դեպի Եվրոպա։ British Petroleum-ի գործակալներ, այնպիսին ինչպես Պուտինը, այնպիսին ինչպես Էրդողանը, շատ գեղեցիկ խաղացին եւ փոշիացրեցին ամբողջ Սիրիան եւ Կատարը ու Բախրեյնը մնացած այդ էներգակիրներով հարուստ երկրները մոռացան, որ կարող է այդ տարածքով, ասենք խողովակաշար գնա դեպի Եվրոպա։ Այնտեղ հիմա այդ Սիրիայի տարածքը 1000 մի տեսակ խմբավորումներ են եւ նրանց հետ պայմանավորվելը կլինի հիմարություն, որտեղ նրանցից ոչ մեկ իրենցից այսպես լուրջ քաղաքական միավոր չի ներկայացնում։ Հիմա գալով մեր տարածաշրջան,
ասենք, ամերիկյան այդ ծրագրի իրականացման համար ինչ էր պետք Միացյալ Նահանգներին։ Հայաստանը, որպեսզի պատերազմ սկսի Ադրբեջանի հետ, Նիկոլը դա անող չի։ Այսինքն ինչ պիտի արվի, որպեսզի Ադրբեջանը ներքաշվի լուրջ պատերազմի մեջ, Հայաստանը այդ լուրջ պատերազմի այսօր հավակնորդ չի, թե իր ղեկավարով, թե զենքով, թե իր ռազմական ընդհանուր կադրային պոտենցիալով։ Դրա համար պետք էր, որպեսզի ընդհանրապես սրվի Մերձավոր Արևելքում, այսինքն իսրայելա-պաղեստինյան այս հակամարտությունը, եւ այնքան սրվեց, որ նույնիսկ Բայդենը այսօր կրկնում է Պուտինի ասածը, Էրդողանի ասածը, որ սա արդեն էլ ստատուս կվո չի կարող լինի, պետք է Պաղեստինը դառնա առանձին պետություն։ Դա նշանակում է, որ կատաղացնում են Իսրայելին, որ Իսրայելը արդեն անցնի լուրջ գործողություններ, ու արդեն անցել է ցամաքային գործողությունների։ Այս իսրայելյան պաղեստինյան հակամարտությունը պայթեցրեց ադրբեջանական, թուրքական այն սուտ թեզը, թե իբր մեկ ժողովուրդ, երկու պետություն։ Այտենց չի լինում, որպեսզի մեկ ժողովուրդ, երկու պետություն, այդ մեկ ժողովրդի կեսը դեմ լինի Իսրայելին, այն մյուս կեսը, այսինքն Ադրբեջանը կողմ լինի Իսրայելին եւ քննադատի պաղեստինյան ժողովրդին։ Եվ աջակցի նույնիսկ այս օրերին նավթով, գազով Իսրայելին։ Այսինքն շատերին թվում էր, թե այդ ողջագուրվելը Ալիև Էրդողան, այսպես, չգիտեմ, ախպերություն, հա, չկա նման բան, միշտ եղել է ներքին հակամարտություն։ Ալիևը լավ գիտի, որ Ասադի օրը կարող անգնի, ինչպես Էրդողանը իր կինը Ասադի կնոջ հետ փաթաթվում, համբյուրվում, եղբայրություններ, հենց առիթը եկավ թուրքի քաղաքականություն։ Պետք լինի կոշիկդ կհամբուրի, հենց իրան պետք եղավ վիզդ կկտրի։ Այդ Ասադի հետ նա Էրդողանը վարվեց հենց այդպես, եւ Ալիևը լավ գիտի այդ քաղաքականությունը, որովհետեւ իրանց հիմնական հակամարտությունը դա Նախիջևանն է, Էրդողանը վաղուց վերցել է Նախիջևանը, նույն հյուսիսային Կիպրոսի պես կարելի ասել, այնտեղ նշանակել մարդիկ, Ալիևը այնտեղ անելիք չունի եւ այսպես ասած չի կարող թպրտա, դրա համար խնդրում, աղաչում ամեն ինչ ուզում անի, որ Նախիջևանը կապվի Ադրբեջանի հետ ընդհանուր ցամաքային կապով։ Եվ պատահական չէր, որ ասենք Թուրքիան առաջինը հայտարարեց, դե եթե Հայաստանը չի ուզում, այդ մյուս ափով արաքսի, այսինքն Պարսկաստանով կարելի է դա անել, որը Էրդողանին լրիվ ձեռք է տալիս, բայց ոչ Ալիևին։ Հիմա այս Պաղեստինյա-իսրայելյան հակամարտության մեջ, որպեսզի Իսրայելը կներեք, որպեսզի Ադրբեջանը ներքաշվի, ամենացանկալին Ադրբեջանի ներքաշվելը ոչ թե Հայաստանի հետ պատերազմն, այլ Պարսկաստանի, որովհետև եթե ամեն ինչը գնում է դրան, եթե խորացավ այս հակամարտությունը, Պարսկաստանը չի կարողանալու խփել Իսրայելին, ու հեռավորության տեխնիկական կամ շատ լուրջ վնասներ չի կարողանալ տալ, բայց նա կարող է լուրջ վնասներ տա Ադրբեջանին, գոնե այն սահմանային շրջաններում, որտեղ վաղուց իսրայելյան հետախուզությունը տեղադրել է իր կառույցները ամբողջ պարսկական ադրբեջանական սահմանի երկարությամբ օֆիցիալ հրեաները վերցել են հողերը վարձավճարով եւ այնտեղ տեղակայված է եւ զորք եւ ռադիոլոկացիոն հետախուզական սրա մասին Պարսկաստանը վաղուց գիտի եւ նրանց այդ հակամարտությունը մեկը մեկի հանդեպ տեղից է գալիս։ Ուզում եմ ասեմ, բոլոր նախադրյալները կա Ադրբեջանը Սիրիա դառնալու։ Այսինքն Միացյալ Նահանգները, եթե ուզում է հարավից էլ Եվրոպայի խողովակաշարը կտրել, պետք է Ադրբեջանը դառնա Սիրիա։ Իսկ Ադրբեջան-Սիրիա դառնալու համար նրան պետք է երկու ճակատով պատերազմ, Հայաստան եւ Պարսկաստան, ամեն ինչ գնում է դրան։ Ու Հայաստանում միջև ղեկավար չփոխվի, որտեվ Նիկոլը կռվող ղեկավար չի, Նիկոլը զդայուս եղած ձեռները բարձրացրած հանձնվող է եւ դա ներկայացնում է որպես խաղաղության քաղաքականություն։ Այդ անտեր խաղաղությունը չի հասկանում, որ կներեք արտարենց համար սեքսի պես բան է։ Պետք է երկու կողմը ուզեն, եթե մի կողմն ուզում է, մի կողմը չի ուզում, դա դառնում է բռնաբարություն։ Հիմա Հայաստանը այդ խաղաղության անվան տակ բռնաբարվում է, բայց միակ հուսադրողը նա է, որ լոգիստիկ խնդիրները լուծված են Հայաստանում զենք բերելու,
դա կարողացավ անել Միացյալ Նահանգները, Ռումինիայից դեպի Փոթի, Փոթիով դեպի Վրաստանով դեպի Հայաստան։ Եվ դա էր պատճառը, որ Վրաստանը չմասնակցեց 3+3 հանդիպմանը, որտեղ Իրանում այդ հանդիպումը 3+3-ի հիմնական նպատակը նա էր, որ այս 3-ից բացի, այս 6 պետություններից բացի ոչ մեկ չմտնի տարածաշրջան։ Եթե Վրաստանը մասնակցի, ուրեմն պետք է ոնց որ ասած խոստում տար, որ փակելու է ճանապարհը, որ մեր տարածաշրջան չմտնի, բայց դրա համար Միացյալ Նահանգները կարելի ասել արգելեց Վրաստանին։ Վրաստանը չմասնակցեց եւ այդ խոստումը չտվեց։ Իսկ լոգիստիկ պահը արդեն բաց է, զենք բերելը, ու Ֆրանսիան էլ, ասենք այդ 3 հոպը, որ տալիս է, դա ինչ-որ մի մեծ բան չի, բայց այստեղ կարևորը ճանապարհն էր։ Իսկ ճանապարհը բացվեց ամերիկյան այդ 100 հոգանոց զորավարժությունները, որ կազմակերպվեց Հայաստանում, այդ ժամանակ, այսինքն խնդիրը լուծվեց, որտեղ հիշեք նույն 20 թվականի պատերազմի ժամանակ Ռուսաստանից երբ որ զենք էր գալիս, այն շրջանցում էր Կասպից ծովը, գալիս էր Պարսկաստանով, նոր մտնում էր ներս։ Իսկ հիմա քանի որ Պարսկաստանը դեմը երրորդ որևէ պետության մուտքը տարածաշրջան, հետևաբար միակ լոգիստիկ խնդիրը դա Վրաստանն է, որ այդ հարցը լուծվեց։ Ասածս ինչ է այս ամեն ինչի, ընդունեք որպես քաղ պարապմունք, այսինքն որպես բարձր մտածող, որտեղ մենք ընկերներով մեկ-մեկ այնպիսի վերլուծություններ ենք տեսնում ինտերնետում ու զարհուրում ենք, էլի։ Ընկերոջս Արտուր Արմենի հետ, ասենք, Երևանում խոսում եմ, ասում եմ, լավ, այն արտես պետական գործիչ է, մարդիկ սրան լուրջ մարդու տեղ են դնում։ Ինչ հիմար վերլուծություններ է անում, բայղուժություն ավելի ճիշտ եւ մեր ժողովուրդն էլ մեղք է արդեն, էլի, այսինքն ոչ մի հուսադրող բան չի լսում եւ ժողովուրդն էլ բնական է, տեղակ չի, թե համաշխարհային ինչ քամիներ են ընթանում, ու կարելի ասել փոթորիկներ եւ ինչ է սպասվում։ Հետևաբար կարելի ասել, որ հին կյանքին արդեն մենք չենք վերադառնալու, ոչ մեկ չի վերադառնալու այն խաղաղ կյանքը։ Մենք պետք է սովորենք, Հայաստանի քաղաքական գործիչները պետք է իմանան, որ այսուհետ սենց է լինելու, նրանք պետք է ապրեն, աշխատեն, զարգացնեն երկիրը այս խառնաշփոթ վիճակում, որը գոնե մինչև 30 թիվը գծագրված է, որ աշխարհը խառն է լինելու։ Ես խոսքիս վերջում, գիտեք, ուզում եմ հիշեցնեմ մի փաստ եւս։ 2003 թվականից հետո որպես կուսակցության ղեկավար ստացվեց այնպես, որ ընկերացա Վլադիմիր Ժիրինովսկու հետ, ինքը հրավիրեց 2 անգամ մեծ համաշխարհային կոնգրեսներ կազմակերպել պատրիոտ կուսակցությունների, մասնակցեցի, ելույթ ունեցա, իրար հետ գնացել ենք ուղիղ եթեր, ռուսական հեռուստատեսությունով։ Վերջը այդ մոտիկությունը ընկերությունը բերեց նրան, որ ինքը հրավիրեց պարլամենտում, ինքը այդ ժամանակ պարլամենտի փոխնախագահ էր, հրավիրեց իր կաբինետ եւ իր կաբինետի այսպես փակ սենյակում, որը ուրիշների համար դա կոչվում է հանգստի սենյակ, իսկ իրանը դա շտաբ էր, ինքը անվանում էր դա военно-политический штаб, ռազմաքաղաքական շտաբ, եւ այդ շտաբում կար կախված քարտեզ։ Քարտեզի վերնագիրն էր Россия и ее соседи в 2030 году։ Ռուսաստանը եւ իր հարևանները 2030 թվականին։ Եվ այդտեղ ես տեսա, որ Հայաստանը միացած է Ռուսաստանին, Գանձակով, Մենգեչարով եւ կողքից մի քիչ ցամաքային մի 50 կիլոմետրանոց միացած է Ռուսաստանին։ Այդ քարտեզի մեջ Վրաստանը չուներ, սա ասում եմ 20 տարի առաջ, 2003-4 թիվ։ Վրաստանը չուներ արդեն Աբխազիա, Օսետիա, Ղրիմը միացած էր Ռուսաստանին, ոչ միայն Ղրիմը, նաև այդ Լուգանսկ մինչև Խարկովը։ Անկեղծ ասած, համ ես էի երիտասարդ, համ էլ չհավատացել, ասես ինչ ֆանտազմագորիկ քարտեզ է, Վլադիմիր Վոլֆովիչ։ Ինքը ասեց, գիտես, սենց է լինելու։ Ասեցի, իսկ Հայաստանի պահը, ասեց, ձեզ ոչ ոք չի հարցնելու, այսպես գծագրված է։ Իսկ կատակով ասեցի, տա Աստված թող տենց լինի։ Հետո անցան տարիներ, ես տեսա, որ այդ քարտեզը քայլ առ քայլ իրականություն է դառնում։
Ես կուզեի այս լավատեսական նոտայով, այս փաստով ավարտել այսօրվա զրույցը եւ մեկ անգամ եւս խնդրել այդ սուտ քաղաքական վերլուծաբանների շատ էլ որ այսօր հնարավորությունը կա, ով ամեն մեկը իրան դրել է մի բանի տեղ, մամուլը կա, ազատությունը կա, կարաս ելույթներ եւ տասնյակ հազարավոր դիտումներ ունենաս։ Իմացեք, մեծ պատասխանատվություն եք վերցնում ձեր վրա, երբ որ ժողովրդին ապակողնորոշում եք, հիասթափացնում եք, այնքան որ մարդիկ արդեն չեն թաքցնում, գրում են, որ ամանչում են, որ իրանք արդեն հայ են։ Մտածեք, այն ինչ որ ասում եք, այն ինչ որ խոսում եք, ինչ օգուտ է տալիս դա ազգին, ինչ հույս է տալիս դա ազգին։ Իսկ ամենավերջում պետական գործիչներին ներկա եւ գալիք։ Իմացեք, 1000 տարի էլ անցնի, Արցախահայության վերադարձի հարցը միշտ մնալու է օրակարգ։ Ուրիշ ճանապարհ չկա։ Շնորհակալություն, ստեսություն։